Բարև ժողովուրդ ջան, ես Արայիկն եմ, վիրտուալ խորհրդարանի հիմնադիրն եմ, արդեն ասեմ դարել են 2000-ից ավել, ով նոր ա միացել, ասեմ դուք մտել եք մի հարթակ, որը ոչ թե որպես հարթակ է, այլ գաղափար է, դուք միանում եք գաղափարին, ու որպեսի հասկանանք ինչ գաղափար է, առաջ երթին մտեք քվեարկուն զապիսի, մտեք այս բաժինը, ոչ թե վիդեոները, շորտսերը, բանը, այլ զապիսի, ու հերթով կարդացեք քվեարկություն արդյունքները, դուք կհասկանաք առաջ երթին ժողովրդի ինչ ա ուզում, կլսեք ժողովրդի ձայնը, կհասկանաք, այսինքն վիրտուալ խորհրդարանի սկզբունքները 3-ն են, դա առաջի հերթին ստեղծում է ժողովրդի ձայնը, ժողովուրդը ինչ որոշումներ է կայացնում, ինչ պահանջներ, երկրորդը դա ստեղծում է իր քվեարկությունների միջոցով այն համակարգը, որտեղ ուզում է ապրի, եւ երրորդը դա ժողովուրդը իր քվեարկությունների միջոցով ծրագրավորում է իր ապագան։ Սա արդեն գործող մեխանիզմ է, ավտոմատ է ինքը արդեն գործում, ու գնալով օրեցօր շատանում է, ու սա անխուսափելի մեր ապագան է ինչ առումով, որտեղ սա պահանջված է ժողովրդի կողմից, որտեղ վիրտուալ խորհրդարանի հիմքը հենց այդ արդարությունն է, արդարության հիմքն է, որտեղ բոլորով մասնակից են դառնում իրենց երկրի կառավարմանը, իրենց ապագայի կառավարմանը։ Ձենս կտրվել է, այսօր չեմ հասկանում խի։ Երկար ժամանակի վիդեո չի անում, մի ձևի արդեն անսովոր եմ դարել, պետք է ամեն օր արվի։ Լավ, մեխանիզմից էի խոսում, մեխանիզմ այսինքն կա ժողովուրդ, որ ամեն օր կարա իր առաջարկները ներկայացնի, իր օրինագծերը, յուրաքանչյուր քաղաքացի կարա իր օրինագծերը ներկայացնի, ժողովուրդը բոլորով քվեարկի եւ որոշում կայացնի։ Այսինքն ժողովրդին նստում ենք սեղանի շուրջ, բոլոր ժողովուրդս իրար հետ նստում ենք սեղանի շուրջ, մեր խնդիրները դնում ենք սեղանին ու բոլորովս քննարկում ենք։ Վերջում քննարկությունների միջոցով որոշում ենք կայացնում այդ խնդիրը ոնց ենք լուծում, ձեր ցավը տանեմ։ Սա է իմ առաջարկը, ու հիմա այդ մեխանիզմը արդեն աշխատում է, գնալով օրեցօր են շատանում ենք, օրեցօր այդ քվեարկությունները ցույց է տալի ուր են գնում, հնարավոր է արդյոք ստեղծել հասարակություն առանց ստի եւ մանիպուլյացիայի, 78%-ը այո, եթե մարդիկ գիտակցեն ճշմարտության արժեքը։ Ու սենց հերթականությամբ հարցերը դրվում է, մարդիկ քվեարկում են, յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր օրինագիծը ներկայացնի, իր հարցը ներկայացնի քվեարկության, իր գաղափարը, իր խնդիրները, ժողովրդի կողմից ընդունվի որոշում։ Ահագին մարդ արդեն միացել է, բայց քվեարկողների հարցեր կան քչերն են միանում, հարցեր կան 10%-ը, հարցեր կան 20%-ը, հարցեր կան 50%-ը, մեծամասնությունը թոշակներին են շատ մասնակցում, որովհետև հիմա օրակարգում ինչի է թոշակառուները մասնակցությունը շատ, օրակարգում մեր թոշակառուների հարցն է, որ թոշակները շատ ցածր է, մենք հիմա ամեն ինչ պետք է անենք, որ մենք բոլորովս այդ խնդիրը լուծենք, սա ոչ թե կառավարության խնդիրն է, սա մեր հասարակության խնդիրն է, սա բարոյական նաև խնդիր է, մեր մի հատվածը շատ ծայրահեղ վիճակում է ապրում, մենք պետք է հասարակությունը որոշում կայացնի, թե հասարակության մի մասը, այսինքն թոշակառուների խնդիրը ոնց է լուծվում, սա կառավարության խնդիրը չի, ձեր ցավը տանեմ, սա մեր բոլորիս խնդիրն է, որովհետև բոլորս էլ գնալու ենք թոշակի, մենք պետք է նենց հիմք դնենք, որ մենք հասկանանք, մենք այսօրվա հարկը վաղը ոնց է այդ ամեն ինչը հետ գալու մեզի, մենք ոնց ենք ապրելու մեր պետության մեջ, մենք ոնց ենք գնահատվելու մեր պետության կողմից, մեր հասարակության կողմից, դրա համար հիմա օրակարգում թոշակառուների հարցն է, այսինքն ստեղծվելուց, երբ որ ստեղծեցի այս մոդելը, վիրտուալ խորհրդարանը, ժողովուրդը քվեարկությունների միջոցով բերեց
թոշակառուների խնդիրը օրակարգ եւ քվեարկությունների միջոցով որոշում կայացվեց, թե այդ խնդիրը ոնց պետք է լուծվի, ու այդ որոշումը ես ուղարկել եմ կառավարությանը, մինչև հիմա ճիշտ է դեռ հələ պատասխան չկա, արդեն կարելի ասել ամիս է, Նիկոլը մեզի չի ասում, պատասխան չի տալի, բայց դե սա ժամանակի խնդիր է, որովհետև ինչքան կշատանանք, այնքան անխուսափելի կդառնա կառավարության պատասխանը մեր հանդեպ, դա կախված է մեր քանակությունից, դրա համար բոլորը եղեք ակտիվ, խնդրում եմ, ոչ միայն թոշակների հարցը քվեարկեք, այլ բոլորը, հիմա 2000 հոգուց ավել եք, եթե գոնե կեսը 1000 հոգի քվեարկի, ես բոլոր որոշումները կուղարկեմ կառավարություն, նա չի կարող անտեսի մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս, բայց դուք պատկերացրեք 1000 հոգի կայնի կառավարության շենքի դիմաց, ոնց կարա կառավարությունը անտեսի, դրա համար գոնե որ 1000 հոգի քվեարկի, ես այդ բոլոր հարցերը որոշումները կուղարկեմ կառավարություն, խնդրում եմ ակտիվ եղեք, սա մեր բոլորիս ապագայի հարցն է, սա նոր կառավարման մոդել է, քաղաքակիրթ ձևով մենք քվեարկությունների միջոցով որոշելու ենք մեր ներքին քաղաքականությունը, արտաքին, բյուջեի ծախսը, բոլոր հարցերը մեր պետության ներսում եւ արտաքին դաշտում ոնց ենք որոշելու։ Մի հատ հարցել էի դրել, պետք է արդյոք արգելել ծխելը Հայաստանում 49%-ը այո, դա կպաշտպանի առողջությունը եւ կկրճատի հիվանդությունները։ Հիմա ոնց որ ես եմ, տեսեք իմ ձայնից էլ է երևում, որ ես ծխող եմ, որը շատ սխալ է ծխելը, вообще իմ կարծիքով ընդհանրապես պետք է արգելվի ծխելը, որտեղ դա մարդկանց կյանքը կերկարացնի եւ շատ հիվանդությունների աղբյուր է ծխելը, դա կվերանա։ Պետք է արդյոք Հայաստանի ապագայի տնտեսական մոդելը որոշվի քվեարկությամբ, 77%-ը այո, ժողովուրդը պետք է ընտրի զարգացման ուղին։ Այս քվեարկությունները ցույց են տալի, թե ժողովուրդը ինչ ձևի է ուզում ապրել, այսինքն իրանք հիմա կազմակերպված, իրանք կառուցում են մի համակարգ, որտեղ ուզում են ապրեն, ձեր ցավը տանեմ, այսինքն հիմքը դրված է, մեխանիզմը աշխատում է, ինքը օր օրգանիկ մեծանում է, թե ինչքան ժամանակ կտևի այս ամեն ինչը ոնց որ ասած մեծ բում կբարձրանա մեր ներքին քաղաքական դաշտում, պետության, դա կախված է մեզ բոլորիցս, ոչ թե միայն ինձնից, այլ բոլորիցս, եթե ամեն մեկը գոնե օրը մեկին միացնենք գաղափարին, ինքը ծանոթանա գաղափարին, ընդունի գաղափարը, մենք մի ամիս հետո կդառնանք մի 10,000 հոգի մոտորապես եմ ասում, ու 10,000 հոգում ոչ մեկ չի կարող անտեսի, հասկացեք, սա անխուսափելի իրողություն կդառնա մեր կյանքում, որտեղ քաղաքակիրթ կառավարման ձևը կդրվի, ձեր ցավը տանեմ։ Ես 100%-ով ապացուցել եմ, որ այս համակարգը արդեն աշխատում է 100%-ով, որտեղ դուք տենում եք մեխանիզմը աշխատում է, կա ժողովուրդ, որը ձայնը միշտ հնչելու է, կա առաջարկ, մտցնում է իր օրինագծերը, քննարկվում է եւ որոշում է կայացում, այսինքն ցիրկուլյացիան ավտոմատ գնում է։ Սա մեր խնդիրների լուծման մոդելն անելու, նոր քաղաքակիրթ ձևով, բոլորիս կողմից, ամեն մեկս իր հեռախոսով, իր կոմպյուտերով, մտնելու է իր էջը, մենք ստեղծելու ենք, եթե մենք դառնանք արդեն մի 100,000 մարդ, արդեն մենք ստեղծենք մեր հավելվածը, որտեղ բոլորը ոնց որ բանկում են մտնում գրանցում, իրանց քարտով, իրանց հանձնագրով, նույն ձևի կմտնի գրանցվի ու կմասնակցի քվեարկություններին, քննարկումներին, իր առաջարկները կդնի ու քաղաքակիրթ ձևով իր հեռախոսի միջոցով մենք կառավարենք մեր պետությունը, սա 21-րդ դարի, սա մեր ապագան է, սա մենք հեծանիվ չենք օրինում, շատ երկրներ են արդեն այս մոդելով աշխատում, առաջ գնում ու շատ
Շատ արդյունավետ ձև է։ Էստոնիան, Շվեյցարիան, Գերմանիան, Ճապոնիան, շատ երկրներ արդեն անցել են կառավարման այս մոդելին։ Սա մենք ծրագրավորենք մեր ապագան, որը դեռ չկա աշխարհում, մենք առաջինը կլինենք, առաջի ազգը, որ իրականում կծրագրավորի իր ապագան, թե ինչ ուղղությամբ է զարգանում, թե տնտեսությունը, թե քաղաքականությունը, թե սոցիալական համակարգը, ամենը։ Սա մեր նոր իրականությունն է, որը քիչ-քիչ արդեն մտնում է մեր կյանքի մեջ, քչերն ենք արդեն, ճիշտ է, քչերը արդեն հասկացել են, մեծամասնությունը կարելի ասել դեր դիտորդի դերում է, ես ով հասկացել է, թող ակտիվանա, կապտնվի, գրի, մասնակցի քննարկումներին, ձեր ձայնը արժեք սարքեք, այսինքն դուք ձեր միտքը գաղափարը արտահայտելով դա արժեք է դառնում, ձեր միտքը կարող եք դու գաղափարը ներկայացնեք, ժողովուրդը եթե ընդունի, դա արդեն դառնում է հիմք, մեր ապագայի որոշումներից մեկը կդառնա։ Սա կդառնա բաց կառավարում բոլորիս կողմից։ Մենք բոլորս ամեն ինչը լինելու է թափանցիկ, սա այս քվեարկությունների սա կարելի է ասել թե կլինի նոր սահմանադրության ձևն է, նոր օրենքների, հենց քվեարկությունները սա ցույց են տալի, մենք որ ուղղությամբ ենք գնում։ Յուրաքանչյուր մարդ կարդալով կտեսնի, թե մենք ինչ ենք անում, ինչ ենք առաջարկում եւ ուր ենք գնում։ Մարդը արդեն ռեալ կտենա, թե ինչ պետք է արվի, ուր պետք է գնա։ Իր դերը որն առնելու։ Սա կհամախմբի մեր ամբողջ ազգին։ Պատկերացնում եք բոլորիս բանականությունը համախմբվի մի հարթակում եւ այդ խնդիրները լուծվի, խնդիրները առաջի հերթին թոշակառուների խնդիրը, բոլորիս բանականությունները կծնում ենք ու որոշում ենք, թե այս մարդիկ ոնց պետք է ապրեն։ Այսինքն մի հատ այնպես որոշում ենք կայացնելու, որ ոչ թե միայն այսօրվա թոշակառուներին, այլ վաղը մենք ենք անցնելու թոշակառու, մեր երեխեքը, այսինքն մենք ստեղծելու ենք հիմքը արդար որոշումների կայացմանը։ Մենք նույն ձևի էլ տնտեսությունն ենք, մենք բյուջեն մենք ենք կառավարելու, մենք ենք որոշելու ինչ ուղղությամբ է գնալու տնտեսությունը, մենք ենք ընտրելու ծրագրերը, թե որ ծրագրերն ենք, մենք էլ հովանավորելու ենք այդ ծրագրերը, որ զարգանա, ձեր ցավը տանեմ։ Սա կարևոր գործ ենք անում իրականում իրար հետ, սա սկզբից կարող է խաղ է երևում, բայց իրականությունը ընդհանրապես այսինքն ով հասկանում է, որ սա իրականում իրականությունն է, որը քիչ-քիչ կմտնի մեր իրական կյանքի մեջ, դա ժամանակի հարց է եւ մեր համախմբումից է կախված, թե ինչքան մարդ շատանա, հիմա եթե արդեն մեզի եթե հիմա հələ բանի տեղ չեն դնում, բայց որ դառնանք 10,000 հոգի, տեսնենք, որ էլի բանի տեղ չեն դնում, արդեն կարանք մեր ժողովուրդը իր կողմից կուսակցություն կստեղծի, կընտրի 100 հոգի մարդ, կստեղծի վիրտուալ խորհրդանի խորհուրդ, այսինքն այդ 100 հոգին կդառնա խորհուրդը վիրտուալ խորհրդանի, հիմքը կդնի նոր կուսակցության ու կգնա ընտրության ու ժողովուրդը ես չեմ եք հասկացում 100% գիտեմ, որ կընտրի վիրտուալ խորհրդանին, որտեղ սա հիմքը արդարությունն է։ Մենք արդարություն ենք պահանջում ու հենց հիմքն էլ դնում ենք արդարության։ Ու դրա ապացույցն հենց այս քվեարկությունների բաժինն է։ Յուրաքանչյուր մարդ կարա մտնի, թե տեսնի, թե մենք ինչ ենք կառուցում։ Թե ինչ ենք ունենալու։ Սա մենք կհամախմբվենք բոլորովս։ Սա իրականում նոր բան է, բոլորիս բանականությունը պատկերացնում եք հավաքվի մի հարթակում այդ մատրիցան ինչ ձևի կաշխատի։ Սա ոչ թե գիտական, չգիտեմ ոնց կձեզի բացատրեմ, սա մի հատ ուժեղ հզոր ուժ կդառնա ոչ միայն Հայաստանի ներսում, այլ ամբողջ աշխարհի համար։ Սա կբերի քաղաքական կայունությունը, որը հիմա մեր երկրում պառակտված է, հոշոտում են էսյանից էյան, մեր հիմա մեր այս ինչ խնդիրներ կա, մեծ ցույց է տալի, որ մեր մոտ գնում է տեղեկատվական պատերազմը։ Հիբրիդային պատերազմ է Հայաստանում գնում, ես այդպես կարամ ասեմ, որովհետև ժողովրդին ինչքան կարում են պառակտում են, թե արտաքին ուժերը, թե ներքին, որպեսզի խնդիրներ առաջացնեն,
բախումներ առաջացնեն դրա հիման վրա արտաքին ուժերին ներս բերեն մեր երկիրի մեզ զրկեն մեր անկախությունից, մեր իրավունքից։ Դրա համար վիրտուալ խորհրդան այն գործիքն է, որպեսի առաջի հերթին վիրտուալ խորհրդանը այն գործիքն է յուրաքանչյուրի ձեռքում, որտեղ իշխանությունը վերադարձնում է ժողովրդին։ Ձեր ցավը տանեմ։ Դրա համար մենք պետք է բոլորից խելացի դառնանք, բոլորից։ Մենք պետք է այնպես քայլեր կատարենք, որ սա աշխարհը մեզի նայի ու մեզնից օրինակ վերցնի։ Մենք դառնում ենք պահանջատեր։ Մենք այս քայլով ոչ թե կառավարությունը խնդրում ենք, թե մի բան անի, այլ մենք կառավարությանը պահանջում ենք, որ այս քայլերը պետք է կառավարությունը կատարի, եթե չի կատարում, մենք հեշտ ու հանգիստ նույն ձևի կարանք քվեարկությունների միջոցով հեռացնենք կառավարությանը եւ մեր ընտրենք նոր կառավարություն մեր քվեարկությունների միջոցով։ Դա համար WhatsApp-ով է կարակ միանաք, ձեր օրինագծեր ուղարկեք, ձեր հարցերը, ով ինչ հարց ունի կարա մեկնաբանություններում գրի, ես կարամ բոլորին դեր պատասխանում եմ, մի անպատվեք խնդրում եմ, մի ցույց տվեք այն ինչը որ պետք չի, անհրաժեշտ չի։ Բա ժողովուրդ ջան, դրա համար ով նոր է միացել, առաջի հերթին ես ձեզ կխնդրեի դուք ծանոթանայիք բոլոր քվեարկության հարցերին։ Հասկանալով քվեարկության հարցերը դուք հասկանաք, թե մենք ուր ենք գնում, մենք ինչ ենք կառուցում, մենք ինչ ենք ծրագրավորում։ Դառնալով գաղափարակից ակտիվացեք, շուտով արդեն կարծնենք գործնական քայլերի, դա կախված կլինի ձեր ակտիվությունից, շուտով արդեն առաջին հանդիպումը վիրտուալ խորհրդանի գաղափարակիցները առաջի հանդիպումը կազմակերպենք կունենանք, ռեալ որպեսի իրար ճանաչենք, իրար տեսնենք եւ ժողովուրդը տեսնի, թե այդ մարդիկ ովքեր են եւ ուր են տանում իրենց։ Դրա համար բոլորիդ շնորհակալ եմ միանալու համար ու այս գաղափարն էլ առաջ տանելու համար ձեր ցավը տանեմ։ Սա անխուսափելի մեր հաղթանակն է։ Մենք հաղթել ենք, ուղղակի ժամանակ է պետք, որ այդ հաղթանակը շոշափենք։ Այդ հաղթանակը շոշափելու համար քանակությունն է կախված։ Եթե մենք բոլորս ինչքան կարողանանք շատ ավելացնենք, ակտիվ քվեարկենք, այսինքն եթե դուք ամեն մեկը ակտիվ քվեարկեք այդ 2000 հոգին, դա արդեն հիմք կդառնա, որ ես այս ամենը կուղարկենք կառավարություն։ Կառավարությունը չի կարող անտեսի 1000 հոգու, 2000 հոգու, նա պարտադրված պետք է պահանջները կատարի, կամ եթե չկատարի, ուրեմն մենք կդիմենք քաղաքակիրթ ուրիշ քայլերի, որպեսզի հասնենք մեր հաղթանակին ու դա անխուսափելի է։ Դուք պատկերացնում եք դառնանք 10000 հոգի ակտիվ մասնակից, բա որ դառնանք 100,000 հոգի, 100,000 հոգին արդեն դա կփոխի խաղի կանոնները, ձեր ցավը տանեմ։ Դա կփոխի 100,000-ը Հայաստանում խաղի կանոնները։ Իսկ 1 միլիոնն էլ արդեն ոչ թե մենակ Հայաստանում, այլ տարածաշրջանում, աշխարհում կփոխի։ Դրա համար սա գլոբալ հարց է։ Մեր գաղափարի հիմքում 3 հիմնական սկզբունքներն են։ Քվեարկությունների միջոցով ձևավորում ենք ժողովրդի իրական ձայնը։ Ձեր ցավը տանեմ, առաջի հերթին դա է։ Երկրորդը, քվեարկությունների միջոցով ժողովուրդը ինքն է ստեղծում այն համակարգը, որտեղ ցանկանում է ապրել։ Սենց բան չի եղել սաղ պատմության մեջ, որտեղ ժողովուրդը ինքը ուզենա, ինքը ստեղծի այն համակարգը, որտեղ ուզում է ապրել։ Հիմա այդ ամեն ինչը տրված է ցես։ Ու դրա հասնելու համար ես այդ ամեն ինչը ձեզի, սենց ոնց որ ասած, ծամել դրել եմ մնում է կուլ տակ։ Հիմա
ձեր ցավը տանեմ, արեք էլի։ Արեք մեր պետությունը հզորանա քաղաքացիների բարգավաճի, ինչ ենք դրանից ավել ուզում։ Կդառնանք տարածաշրջանում հզոր պետություն, sense համախմբված պոպոկ մի հատ ազգ։ Բարեկեցիկ քվեարկության միջոցով ժողովուրդը ծրագրավորում է իր ապագան, իր իսկ ընտրությամբ։ Եթե դուք քվեարկությունների բաժինը մտնեք, դուք այդ ամենը կտեսնեք, որ իրականում ոնց ենք մենք ծրագրավորում մեր ապագան։ Մենք ինչ քայլեր, ինչ ունենք անելու։ Եթե ես դուք քվեարկությունների բոլոր հարցերը կարդաք, դուք կհասկանաք մենք ինչ ունենք անելու։ Մենք փոխում ենք կառավարման համակարգը, արմատապես փոխում ենք կառավարման համակարգը։ Ոչ թե մի խումբ մարդիկ են կառավարում պետությունը, այլ հասարակությունն է կառավարում։ Իսկ կառավարությունը դա դառնում է այն գործիքը, որը պետք է կատարի հասարակության պահանջները։ Ֆունդամենտալ փոխվում է դերը եւ թե հասարակության, եւ թե կառավարության։ Ժողովուրդը արդեն պատրաստ է, քվեարկության արդյունքները իրականում ցույց են տալի, որ իրականում ժողովուրդը պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնի, այս սա խնդիրները ինքը լուծի։ Ու ինքը տեսնում է այդ խնդիրների լուծման ձևերը։ Ինչ քայլեր պետք է կատարի, որպեսզի մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ավելի ամրապնդվի եւ հզորանա։ Լավ, այսօր այսքանը ձեր ցավը տանեմ, ժողովուրդ ջան, բոլորիդ հարգում սիրում եմ, շնորհակալություն, որ միանում եք հանուն մեր ապագայի, մեր բոլորիս ապագայի բարգավաճմանը։ Առայժմ շուտով կհայտարարեմ բոլորը, որտեղ կհանդիպենք բոլորովս իրար հետ, ով կուզենա, գաղափարակիցներով հավաքվենք եւ մեր հետագա քայլերը իրար հետ որոշենք, բոլորս դա կտեսնենք, ես ամեն ինչը կտեղադրեմ, կհաղորդեմ բոլորիդ։ Շնորհակալ եմ բոլորիցդ։